Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մեր ճաշացանկում կոտլետներ։ Եթե հոգնել եք դասական եղանակով միայն մսային կոտլետներ պատրաստելուց, առաջարկում եմ պատրաստել դավարի եւ խոզի մսով, ինչպես նաեւ բանջարեղենով կոտլետների երկու տարբերակ։ Հիմա անցնենք մեր կոտլետներին, իսկ մինչ այդ մի փոքր հայտարարություն English and Russian translations of the video in the description section. Սա նրանց համար, ովքեր կցանկանան անգլերենով կարդալ։ Հիմա ստացվելու է մեր կոտլետները շատ համեղ, հյութալի, փափուկ եւ ամենակարևորը դյուրամարս։ Բաղադրիչները Առաջին տարբերակի համար դավարի եւ խոզի աղացած միս 500 գրամ, կեղևահանած կորեական քերիչով անցկացրած կարտոֆիլ 3 հատ, 1 ձու, գլուխ սող մանր կտրատած 1 հատ, սխտոր 1 բջեղ, թարմ կանաչիներ, կանաչ սող, համե, մաղադանոս, համեմունքներից սև եւ կարմիր պղպեղներ եւ չոր աջիկա, աղ, բուսայուղ, մոտ 2-ից 3 ճաշի գթալ խճողակին ավելացնելու համար։ Ինչպես ենք պատրաստելու առաջին եղանակը։ Ուրեմն տավարի եւ խոզի աղացած մսին ավելացնելու ենք մանրացած սող եւ սխտոր, համեմունքներ, մանր կտրատած թարմ կանաչիներ, խառնում ենք, ծածկում ենք, դնում ենք մի կողմ, որպեսզի մարինացվի, իսկ մենք անցնում ենք կարտոֆիլին։ Լավ լվացած, կեղևահանած կարտոֆիլները անցկացնում ենք կորեական քերիչով, ձեռքերով ճզմում ենք, որպեսզի հեղուկը քամվի եւ ավելացնում ենք մսի խճողակին։ Խառնում ենք, որից հետո ավելացնում ենք ձուն, աղը, կրկին խառնում ենք եւ տեղափոխում ենք սառնարան կես ժամից 1 ժամ։ Հանում ենք մինչև կոտլետների տեսք տալը մոռացա ասել, որ ավելացնում ենք նաև 2-3 ճաշի գթալ ձեթ։ Ուրեմն հանում ենք կոտլետների տեսք ենք տալիս, տեղավորում ենք ջեռոցի թավայի վրա փռած յուղաթղթի վրա, որի վրա նախորդ թեթևակի բուսայուղ է քսված եւ տապակում ենք 190 աստիճան Ցելսիուսում 40-ից 45 րոպե, մինչև կարմրելը եւ եփելը։ Հիմա անցնենք երկրորդ եղանակին, երկրորդ տարբերակին։ Այս անգամ մեր բանջարեղենը մի քիչ քանակը կավելանա։ Աղացած միս կրկին, տավար եւ խոզ միասին 500 գրամ, կեղևահանած կարտոֆիլ 3 հատ, սող 1 հատ, սխտոր 1-ից 2 բջեղ փոքր, ավելացնում ենք այս անգամ գազար 1 փոքր, տոմատի մածուկ ենք ավելացնելու, 2 ձու, կաղամբ 100 գրամ, թարմ համե մաղադանոս սամիտ ռեհան, համեմունքներ սև պղպեղ, չոր աջիկա, աղ եւ բուսայուղ մոտ 2-ից 3 ճաշի գթալ խճողակին ավելացնելու համար։ Ուրեմն պատրաստման եղանակը։ Կրկին տավարի եւ խոզի աղացած մսին ավելացնում ենք մանրացած սոխն ու սխտորը, համեմունքները, մանր կտրատած թարմ կանաչիները, խառնում ենք, ծածկում ենք, դնում ենք մի կողմ, որպեսզի մարինացվի, իսկ մենք անցնում ենք արդեն ոչ թե բանջարեղենին, այլ բանջարեղեններին։ Լավ լվացած կեղևահանած կարտոֆիլները անցկացնում ենք կորեական քերիչով, կրկին ձեռքով ճզմում ենք, որպեսզի հեղուկը քամվի, ավելացնում ենք մսի խճողակին, անցնում ենք գազարին, նույնպես անցկացնում ենք քերիչով, բայց քամելու կարիք չկա, որպեսզի վիտամինները չկորչեն։ Կաղամբը ինչքան հնարավոր է շատ բարակ շերտատում ենք, նույնպես ավելացնում ենք խճողակին։ Այս բոլորը լավ խառնում ենք, որից հետո ավելացնում ենք տոմատի մածուկը, ձուն, աղը, կրկին խառնում ենք, ավելացնում ենք նաև 2-3 ճաշի գթալ ձեթ, լավ խառնում ենք, տեղափոխում ենք սառնարան կես ժամից 1 ժամ։ Այնուհետև հանում ենք, կոտլետների տեսք ենք տալիս, տեղավորում ենք ջեռոցի թավայի վրա փռած յուղաթղթի վրա, որի վրա նախորդ թեթևակի բուսայուղ է քսված եւ տապակում ենք
կրկին 40-ից 45 րոպե 190 աստիճան Ցելսիուսում մինչև կարմրելը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։